1995-ի դեկտեմբերի 29-ին ազգային պատկերասրահից գողանում են Հովհաննես Այվազովսկու լուսնային գիշերը ծովափին կտավը։ Գողությունը կատարվում է օրվա ընթացքում, ինչպես ասում են այցելուների աչքի առաջ։ Տեղի ունեցած է էներգետիկ ճգնաժամի չարկատակներ։ Սրահի պատասխանատուն միայն 1 րոպեով էր հեռացել տաքանալու։ Վկաններն ասում են, որ հանցագործը մոտ 30 տարեկան է, նրան գտնել օգնողներին ոստիկանությունը խոստանում է դրամական պարգև։ Ֆոտոռոբոտը կա։ Теперь везде знают об этом, я надеюсь, люди помогут, чтобы национальные ценности вернулись домой. 1996-ի այսօրը Երևանի Անի հյուրանոցի ռեստորանում խոհարարների մրցույթ է, սեղաններին խոհանոցային նորաձևությունն է, հաղթողները Երևանի 2 հյուրանոցների խոհարարներն են։ Մրցույթից հետո բոլոր ներկաները կարող էին դրանում համոզվել։ 1997-ի այսօրը վարչապետ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Հայաստանի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանն այն պատճառաբանությամբ, որ սպորտից հեռու մարդ չէ։ Նրան սպորտի մասին խոսելն ավելի հաճելի է, քան քաղաքականության։ 1998-ի այսօրը ազգային ժողովը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունում է մի բյուջե, որին 2 ամիս առաջ դեմ էր նույնիսկ իշխող երկրապահ խմբակցությունը։ Ընդունվելուց առաջ միակ դեմը նախկին իշխող հանրապետությունն էր։ Բաբկեն Արաքսյանն ասում է, որ բյուջեի նախագիծը նման է մի կարկանդակի, որը փորձում են բաժանել բոլորին, բայց արդյունքում ոչ մեկին։ Այս քննարկումներին մինչև վերջ ներկա է նախագահ Քոչարյանը, սակայն ոչ մի ծպտուն։ 1999-ի դեկտեմբերի 29-ին Երևանի մամուլի ակումբը մրցանակներ է հանձնում լրագրողներին։ Հիմնական մրցանակակիրները Աննա Իսրայելյանը, Ամեկպելուս եւ Արհերոստաընկերությունն իրենց դրսեւորել էին հոկտեմբերի 27-ի օրերին։ Հետաքննող Էդիկ Բաղդասարյանը մրցանակի է արժանանում Գորիսի բանտում հեռուստացույցի բացակայության մասին ֆիլմի համար։ Նույն օրը ձերբակալվում է ՀՀՇ փոխնախագահ կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանը, վերջինս չէր ենթարկվել ոստիկաններին, որոնք համայնքի շրջայցի ժամանակ փակել էին նրա մեքենայի ճանապարհն, ասելով, որ նախագահը մոտերքում ճաշում է։ Կալանավորվելուց հետո թաղապետը հայտարարում է հացադուլ։ Շարունակվում են process-ը, որը որ սկսվել է արդեն 2 տարի, կարծում եմ, որ սա դրա տրամաբանական շարունակությունն է, ինչևէ համոզված եմ, որ կարճ ժամանակ հետո շատ բան կվերափոխվի։ Մի խումբ ավտոմեխանիկներ 2000-ի այսօրը ներկայացնում են հայկական ջիփը։ Մեքենան ստեղծած խմբի ղեկավարն ասում է, որ հենց այսպիսի ավտոգնացներ են պետք մեր բանակին։ Հիմնականում տեղական հումքով հագեցած այս ավտոմեքենան արտադրվել է Երազ ավտոգործարանում եւ նրան չի խոցի միայն թեթև հրազենը։ Բաղրամյան եւ Դալարի գյուղերում տոն է, նրանք ջուր ունեն։ 50 դրամով մի վեդրա ջուր առել ենք։ Ամսական մենք վճարում ենք մոտ 15000 դրամ խմելաջրին ցիստերից, իսկ այսօր մենք վճարենք ընդամենը 300 դրամ ամսական ընտանիքը։ Այս խմելու ջուրը մարզային ներքին գործերի աշխատակիցների նվերն է գյուղին։ Մարզպետն ասում է, որ մի քանի գյուղեր կան հերթում, գերմանացիները փողը կտան։ Հազարավոր աշխատատեղ կարելի է ստեղծել Բաղրամյանի տարածքաշրջանում։ Դելելով են հանգամանքից, որ մենք ունենք մեծաքանակ հողատարածքներ, ունենք ոռոգման ջուր։